Ամեն անգամ, երբ գալիս եմ Գյումրի, պատասխանատվությամբ եւ մեծ հուզմունք ապրելով եմ ոտք դնում այս քաղաք։ Գնալիս էլ երկու կարևոր բան եմ հետս տանում, ողջունելով հավաքվածներին քարոզարշավն այս խոսքերով սկսեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Ինչ առիթով, ինչ օրակարգով էլ նման այցելությունները լինեն, խոստովանում եմ, երկու բան Գյումրիից ինձ հետ միշտ տարել եմ։ Ավելի մեծ լավատեսություն եւ բնականաբար նոր հումոր։ Գյումրին վաղուց արդեն աղետի գոտի չէ, տոկուն գյումրեցին բոլորից ջանքերով ոտքի է կանգնել ու բռնել զարգացման ուղին, ասում է Սերժ Սարգսյանը։ Ունեմ հանգստության ներքին զգացում, քանի որ այս տարիների ընթացքում շարունակել ենք Գյումրու վերականգնման դժվարին առաքելությունը։ Դրա համար չխնայելով ոչ ժամանակ, ոչ միջոցներ եւ ոչ էլ հոգատարություն ու ուշադրություն։ Տեսանելի ապագայում բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու, շատ որոշումներ ունենք ընդունելու միասին։ Գյումրեցին այս բռնած գործից հաստատ գոհ է մնալու, վստահ է նախագահի թեկնածուն։ Առաջնահերթ է զարգացման նպատակադրումները։ Այսօր Գյումրեցուն պետք են տանիք, կայուն աշխատանք եւ հավատ վաղվա օրվա հանդեպ։ Մեր աշխատանքներն ու ջանքերն այս երեք ուղղություններով երբեք չպետք է դադարեն եւ ամենակարևորը պետք է լինեն փոխկապակցված։ Հակառակ պարագայում, եթե մարդուն ապահովում ես բնակարանով ու զուգահեռաբար հնարավորություն չես տալիս աշխատելու եւ արդյունքում մատնում աղքատության, ապա կորչում է նաեւ վաղվա օրվա նկատմամբ հավատը։ Գյումրին նաև արագ զարգացող քաղաքների շարքը կհամալրի վերընտրվելու պարագայում խոստումն այս թեկնածուն կիրականացնի կարճ ժամանակամիջոցում։ Ես հավատում եմ Գյումրու նոր մշակութային ոսկեդարին։ Առաջկա տարիներին մենք շարունակելու ենք Երևանի բեռնաթափման համալիր ծրագիրը, պետական, նաև կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ բաշխելով հանրապետության այլ տարածքներում։ Տեսանելի ապագայում հյուսիսարավ ծրագրի շրջանակներում Գյումրին Երևանին է կապված լինելու նոր ժամանակակից արագընթաց մայրուղով։ Հավատացնում եմ ձեզ, որ դա արդեն որակապես նոր Գյումրի է լինելու։ Սերժ Սարգսյանը վստահություն ունի, որ առաջիկա նախագահական ընտրությունները անցնելու են քաղաքակիրթ մակարդակով։ Նրան այդ գործում գյումրեցին օգնելու եւ սատարելու է։ Սա թեկնածուի խորին համոզմունքն է։ Փետրվարի 18-ին քվեարկեք դեպի ապահով Հայաստան ծրագրի համար։ Դա ապահով հայրենիքի, ապահով Գյումրու եւ բոլոր ապահովված ընտանիքների ծրագիրն է։ Օգնեք ինձ, միասին մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսի երկրում արժանի ենք ապրելու, եւ դուք, եւ մենք։ Ու նաեւ այս ընտրությունների եւ արդյունքից եւ որակից է կախված, թե ինչպիսի տեմպերով կզարգանա Գյումրին։ Արմենու Հիմինասյան, Անդրանիկ Բարբարյան, Ազդարար։